Ես ինչ-որ սխալ բան սեղմեցի և դուրս է աղջիկներ։ Մի հատ հետադարձ ճապը տվեք, ես չգիտեմ ինչ սեղմեցի ու անջատեցի պատիլից տալու ընթացքում։ Սվետ եկա, ստեղ եմ։ Եկար։ Так. Չէ, դա արի չբզբզեմ իզուր։ Ես բզբզեցի, իմ մոտից անջատվեց։ Իմ մոտից էլ սպիտակից ու անջատվեց, բարի երեկո նորից բոլորին։ Այստեղ են մեր աղջիկները, կեցեք։ Ընտիր, միանում են։ Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ այս երեկո ժամին ձեր ընտանիքների ու ձեր երեխեքի այսպես տափուկ անկյունից եկել եք մեր կանացի միջավայր։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Սոնային, ով որ այսօր փակ դռներից մեզ ինֆորմացիա է տալու ոչ միայն բիզնեսի, այլ նաև կին Սոնայի մասին, ու դա պատասխան է լինում շատ կանանց, ովքեր մտորում են, թե արդյոք լավ մաման ու լավ կինը պիտի աշխատի, թե չէ։ Բայց իմ կարծիքով ես մի անգամից ասեմ, որ լավ կինը պիտի աշխատի, որ լինի լավը։ Հակառակ դեպքում արժեք չունես։ Դա տենց է իմ կարծիքով։ Շատ մտորումների առիթ է տվել այս թեման ինձ, անկեղծ ասեմ, ու քանի որ վեդայական ուսմունք եմ ուսումնասիրում, կանացի դարման, որպես այդպիսին կանացի առաջելությունը կյանքում, միշտ եղել է ընտանիքի բարօրությունը ստեղծելը, երեխա մեծացնել, կենցաղ իտակ, բայց արդյոք նույն կինը ժամանակակից պայմաններում միայն իր դարմային հետևելով կարող է իրեն երջանիկ համարել։ Արի խոսենք դրա մասին այսօր։ Չէ։ Ես հիմա այսօր ինչ կխոսեմ, խոսելու եմ իմ կարծիքից, միգուցե իմ կարծիքը չհամընկնի շատերի կարծիքներին, կամ շատերի սեփական կարծիքով ես սխալ դուրս գամ, բայց ամեն դեպքում ես այսօր լինելու եմ անկեղծ եւ խոսելու եմ իմ կարծիքների, իմ աշխարհայացի եւ ընկալումների շրջանակում, այսպես ասեմ։ Եվ ես միշտ եմ մտածել եւ վստահ եմ, որ կինը երջանիկ է, երբ որ կինը բացի ընտանիքից, բացի երեխաներից, բացի երջանկությունից ունի սեփական զբաղմունք, գործ, հոբբի, որից որ դու հաճույք ես ստանում, որով որ դու քեզ մարդ ես զգում, որով որ դու կտրվում ես առօրյայից, կտրվում ես երեխաներից ու այդ մի քանի ժամը, լինի ժամ, թե լինի 10 ժամ, դա էական չի, դու կտրվում ես բոլորից եւ ամեն ինչից եւ տրվում ես քո սիրած զբաղմունքին, քո սիրած գործին, որի արդյունքում դու ստանում ես շատ դրական էմոցիաներ։ Եվ ես վստահ եմ, որ ես էլ այն հրեշտակներից չեմ կամ այն յուրահատուկներից չեմ, ով ժամանակ առ ժամանակ, այո, հոգնում է թե տան գործերից, թե սեփական երեխաների աղմուկից, թե սեփական երեխաների, չգիտեմ, ներկայությունից անգամ պահեր է գալիս, որ ես իրանց ներկայությունից ճնշվում եմ, անկեղծ։ Մարդ եմ ես։ Ասել էի, չէ՞ որ անկեղծ ես։ Այո, պահ է գալիս, որ ես ասում եմ, լավ, ես երազում եմ 1 օր, 2 օր, ոչ մեկից չտեսնեմ ու ես լինեմ իմ հետ մենակ։ Ինձ թվում է մենք բոլորս ենք այդ ամեն ինչը ապրում, այդ ամեն ինչի միջով անցնում եւ բնականաբար ես պատկերացնում եմ, եթե ես չունենայի գործ ու եթե ես չունենայի կողմնակի զբաղմունք, հələ չեմ ասում կայացած լինելու, ֆինանսապես անկախ լինելու մասին, հա, զուտ խոսում եմ զբաղմունքի մասին։ Ես երևի այս կենցաղից ու միանման առօրյայից կխելագարվեի Սվետ։ Ամեն օր արթնանաս անես նույն բանը, քնես անես նույն բանը։
Աբսուրդ է իմ համար։ Ես չեմ կարա տենց ապրեմ։ Դու Դու կարայիր, դու կարայիր։ Ոչ, միանշանակ ոչ։ Ու հարցը այն չի, որ արանքում տորում է որպես այդպեսին քո անձը, դու անհետաքրքիր ես դառնում զուտ նաև քո տողարցի համար, դու անհետաքրքիր ես դառնում նաև քո երեխու համար, որովհետև քո երեխեն արդեն որպես էտալոն ընդունում է ուրիշ կնոջ, ոչ թե քեզ։ Այո։ Ինչ պիտի քեզանից վերցնի։ Եթե դու պայքար չունես, եթե դու ձգտում չունես, եթե դու ոչինչ չես ստեղծում, անընդհատ ձեր առօրյան, ձեր տարիները նույնն են, ոչինչ չեն փոխվում, ինչ պիտի վերցնի այդ երեխան։ Գիտես ինչ իրականում, մեր սերունդի կանայք մեծամասամբ այստեղ են, այն որ մաման զոհելով իրա կյանքը, զբաղմունքները, դիպլոմը ինքոմ դնելով, ընկերուհիներին ու ամեն ինչ ինքոմ դնելով, մեծացնում է երեխեք, որոնք ուղղակի կրկնօրինակում են մամային, նույնն էլ իրանք են անում։ Այո։ Ուր Եվ ես վստահ կարամ ասեմ, Սվետ ջան, որ այդ դեպքերում, երբ որ կինը անմնացորդ իրեն նվիրում է երեխաներին, մոռանում իր, չգիտեմ, մազ ներկելու մասին, շպարվելու մասին, գեղեցիկ կազմվածքի մասին, առողջ սննդակարգի մասին, ամեն ինչ երեխաներին, ինձ ոչինչ, վաղը մյուսօր ինքը այդ նույն սեփական երեխեքի հայացքներում մի հատ անարժեք ինչ որ մեկն է դառնում, ում ոչ գնահատում են, ոչ սիրում են, ու հետո ստանում ես դու հետևյալ պատասխանը, իսկ քեզ ով էր խնդրել զոհեիր։ Բայց նաև մի տեսակ նաև պահանջատեր է, ինչ է դառնում։ Այո, ես քո համար արել եմ, ես նենց, դու հիմա պիտի ինձ անես։ Այ ես միշտ ասում եմ, ես այսօր իմ երեխեքին պահում մեծացնում եմ նրա համար, որ իրանք մեծանան, կայանան, ինձանից պոկվեն, ես կողքից նայեմ, տեսնեմ իրանք կայացած առանձին մարդ են, որ առանձին կարում են ապրել։ Ու կներեք, ու երբեք ես իմ երեխուն չեմ ասի, որ գիտես ինչ, ես հանուն քեզ ես ինչ բանն եմ արել, որ դու վաղը ինձ պահես, ոչ, ես ամեն աստծոր ասում Աստված ջան, մինչև 80 տարեկան դու ինձ առողջ պահի, խելքս տեղը պահի, որ խելքս չթռնի, ես իմ հացը կստեղծեմ, ես այսօր երեխա չեմ պահում, որ վաղ ինքը ինձ պահի, շատերը համամիտ չեն իմ այս խոսքի հետ, ասում յաբա որովա համար ես դու երեխա պահը մեծացրե։ Ինքը ինձ չի խնդրել, որ ես իրան ծնեմ, պահեմ, դա ես եմ որոշել, որ ինքը պիտի ծնվի, ես պարտավորված եմ իրան պահելու, ես իրան չեմ անում, որ վաղ ինքը ինձ դա հետ տա։ Այև մենք սկսենք սենց առողջ մտածել, մենք մեր կյանքներ կգնահատենք, մեզ էլ կգնահատենք, ու երբենք մեզ հետին պլան չենք մղի։ Համամիտ ես։ Միանշանակ, Սոն, իսկ արդյոք հասարակությունը չի ստիպում կնոջը իրան զոհի կերպարում դնել, լավ մամա խաղալ, ես շատ եմ նկատում, այդ մրցակցային դաշտ, որ իքը բաներ արվում է մենակ ցույց տալու, ինչ որ մեկից լավ է երևալու ու կինը էլ թվում է թե տարբերակ չունի այդ մրցավազքին չմասնակցելու, թե չէ ինքը քննադատության կառաջանա, ինչ ես կարծում։ Սվետ, ես վաղուց ոչ մեկի կարծիքին, ոչ մեկի քննադատությանը, ոչ մեկի ապրելաձևին չեմ նայում, վաղուց։ Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն, ես ունեմ իմ կյանքը, և ես իմ կյանքը ապրում եմ նենց, ոնց ինձ ա դուր գալիս։ Հիմա թե քեզ, մյուսին, հարևանին, բարեկամին դա դուր չի գալի, դա իր խնդիրն է։ Օրինակ ես երբեք մրցակցության մեջ չեմ մտնում։ Այսօր էլ լիքը մարդիկ կան, որ եթե դու իրանց հետևում ես սոցկայքով,
կողքից այնքան իրանք դրական, անհոգ, սենց էջեր են վարում, վիդեոներ են անում, նկարներ են գցում, որ ասում ես, ոյ, հələ տես այս մարդը ոնց է ապրում, բայց դու իրան ճանաչելով, դու իր կյանքը, անձնական կյանքը, հայ խնդիրները իմանալով, կողքից ծիծաղում ես, ասում ես, լավ, ում ես խաբում, դու ինքդ չես, Սոն չի համապատասխանում այդ իդեալական բացարձակ, դրա համար ավելի լավ է լինենք այնպիսին, ինչպիսին կանք, ու երբեք չփորձենք մարդկանց դուր գալ, երբեք չփորձենք անենք նենց բաներ, որը շրջապատի համար է լավ, բայց ներքուս մենք դա չենք ուզում անենք։ Ես միշտ իմ տղուն ասում եմ, եթե ուզում ես ինչ-որ մի բան անես, արա։ Քեզ ամբողջ աշխարհը կանգնի ասի, որ դա լավ չի, որ քո արածը այն չի եւ այլն, երբեք չլսես։ Դու լսի քեզ, դու ինչ ես, դու ինձ էլ չլսես։ Շատ հարցերում, երբ որ լինում է, որ մենք վիճում ենք, ասում եմ, դե լսի էլի, մեկ լսի ինձ, ասում է, բայց ինչի լսեմ, դա դու ես ուզում, ոչ թե ես։ Ու ես այդ ժամանակ ասում Սոնա, ստոպ, դու ես դա իրան սովորացրել։ Հիմա դու փորձում ես հակառակը գնալ, անել։ Դրա համար չէ, ընդհանրապես ես ոչ մեկի կարծիքին չեմ նայում, ոչ մեկի քննադատությանը չեմ նայում, անգամ եթե ես վստահ եմ, լսում եմ, ինձ ասում են, որ ինչ-որ մեկը իմ հետևից խոսում է, բամբասում է, չգիտեմ, քննադատում է եւ այլն, ես ասում դա իր խնդիրն է։ Ուրեմն ինքը այնքան միշտ էս այդպես եղել, թե կոփվել է։ Չէ, դարել եմ այդպիսին։ Թե տարիքի հետ, թե բիզնեսում շատ փորձ ունենալու, շատ նման առնչություններ, մի խոսքով դեպքեր են եղել, որ հասկացել եմ, որ ամեն դեպքում դու ինչ էլ ուզում ես անես, հոգիդ էլ տաս, մեկը խոսացողը խոսալու է, քննադատողը քննադատելու է, ապրի նենց ոնց դու ես ուզում։ Ու իրոք հիմա ես այդ քննադատողների, բամբասողների եւ այլն այնքան բանի տեղ չեմ դնում, այնքան անտարբեր եմ, որ անգամ ափսոսում եմ իմ էներգիան կամ ժամանակը ծախսեմ իր մասին ինչ-որ բան մտածելու վրա։ Խղճում եմ, անցնում եմ առաջ։ Ու գիտես ինչ եմ խղճում, Սվետ, որտեւ իրանք այնքան դատարկ են, այնքան պարապ են, այնքան անելիք չունեն, որ ուրիշի կյանքով են ապրում։ Այ իրոք իրանք մեղք են, այ հենց իրանց է պետք զբաղմունք, որ սեփական զբաղմունք ունենալով հանդերձ դուրս գան մնացած մարդկանց կյանքերից։ Իրականում երբեմն սարսափում եմ, որ մտածում եմ, որ շատ կանայք այդ մտածելակերպով նաև սերունդ են զարգացնում, որովհետև երբ որ սոցցայք եմ մտնում ու թե մեր աշխատանքը օնլայն հաշտարկում է, երբ որ կոմենտներ ես կարդում, որ ծանոթանաս քո հասարակից կանանց, երբեմն վախենում եմ, որովհետև հենց այդ կանայք ձևավորում են մեր վաղվա սերունդը, չէ՞։ Հա, ցավոք սրտի, հա։ Սոն, իսկս քեզ, ես ես վերջերս մի հատ բան եմ կարդացել, մենք շատ հաճախ Ներես հələ մի հարցել ես տամ։ Ասա, դավայ։ Իսկ դու առհասարակ ոնց ես վերաբերվում այդ կողքի կարծիքների, երբ որ լսում ես, որ քո հետևից բամբասում են, խոսում են, քննադատում են, փորձում են քեզ գցեն, որ ինքնահաստատվեն։ Ազդում է քո վրա։ Իրականում շատ։ Հա? Շատ։ Առաջ ավելի շատ, մի քիչ ավելի ոչ էմոցիոնալ եմ այսօր վերաբերվում, առաջ շատ էմոցիոնալ, վայ ախր ես իրան ինչ եմ արել, վայ, այսօր ես ինձ ստապ մի հատ հարց եմ տալիս, ով է կարծիք հայտնողը, ինչ ունի ստեղծած իր կյանքում, ամենակարևորը, որովհետև շատ դեպքերում, երբ որ տեսնում ես մարդու քննադատություն, իհարկե անսխալական, բայց սպասի, կարող լինեն մարդիկ, որ օրինակ, չէ, իրոք ունեն ստեղծած, իրանցից ինչ-որ մի բան ներկայացնում են, տենց մարդիկ էլ կան, այդ քո կարծիքով, ովքեր են հիմնականում այդ բամբասողները, այդ, չգիտեմ, նախանձողները,
Ոյ, սոն Ես դրա պատասխանը գիտեմ, բայց հետաքրքիր է քո տեսակետը։ Ես իմ եզրակացության նրան եմ հասել, որ նույն մարդը կարող ունենալ լիքը ինձանից շատ եւ ֆինանսապես, եւ երջանկության առումով լիքը բաներ, հա, բայց ինչի է քննադատում, որովհետեւ այդ նույն մարդը իրականում չի ապրում իր երազանքներով։ Ու ես մի բան էլ ասեմ, որ այդ մարդիկ իրանք երջանիկ մարդիկ չեն։ Չես նկատել, որ այն մարդը, որ երջանիկ է, իսկապես երջանիկ է ինքը։ Ու երջանկությունը вообще կախված չի ֆինանսից։ Դու կարաս ապրես օրինակ մի սենյակում, ծայրին ապրող լինես, չճամփորդես, չգիտեմ, մեքենա չունենաս եւ այլն, բայց դու երջանիկ լինես ներքուստ։ Այդ երջանիկ մարդիկ երբեք իրանց մեջի մաղձը դուրս չեն թափում, որտեղ չկա այդ մաղձը։ Եվ հիմնականում մարդկանց կծում, թունավորում, քննադատում են այն մարդիկ, ովքեր ներսում մաղձ ունեն, դրանով իրանք ոչ թե ոնց ասեմ, քեզ են կպնում, որ քեզ նեղացնեն, այլ քեզ կպնում են, որ իրանք հանգստանան։ Շատ ժամանակ մենք պետք է նաև թույլ տանք, որ այդ մարդիկ հանգստանան, մեղք են, չէ՞ վերջո։ Թող դատարկվեն ու հանգստանան։ Սոն ամեն դեպքում ես կարծում եմ, որ նաև կյանքի ոչ ճիշտ արժեքային համակարգ է։ Այսօր բոլորը ուզում են լինել հարուստ, ամուսնացած, ունենան երեխա, մեքենա վարել, պրավա ունենան ու մեքենա ունենան։ Բայց ինչի համար։ Որտեղ բոլորը դա անում են։ Ճիճկա դնելու համար։ Որտեղ բոլորը դա անում են։ Դա ունենում են ու զգում են, որ իրանք դրանով էլ չերջանկացան։ Այն մեկը մի ուրիշ բան անում է, ես էլ ունենամ, դրանով էլ չերջանկացան։ Դրա համար եմ ասում, ընդհանրապես կապ չունի քո ունեցվածքը, դու ինչ ունես, չունես, եթե դու երջանիկ ես, վсё։ Մի հատ մեր հետևորդներին ուղղություն, այս վերջերս ես մեսիջ եմ ստացել ու ինձ շատ մտածելու առիթ է տվել, եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր չգիտեն, արդյոք ունեն դրած նպատակ եւ արդյոք իրանք այս բիզնեսում կամ այլ ոլորտում աշխատում են իրանք նպատակի համար, թե հասարակության ստեղծած նպատակի համար են փորձում վազել, ինքներդ ձեզ հարց տվեք։ Դրեք ձեր նպատակը ու հարցրեք ձեզ։ Եթե ես նպատակից հասնեմ ու դրա մասին вообще ոչ ոք չիմանա, սոցկայքերում չխոսեմ, բարեկամներից չպատեմ, հեչ մարդ չիմանա, մենակ ես, դու հասնեք այդ նպատակին։ Այդ նպատակը դեր իրական նպատակն է։ Լավ հարց է։ Ես հիշում եմ, ունեի մի քանի գործընկերուհի, որ ոգևորված զանգում են, ասում են, Սոն, ես գտել եմ իմ նպատակը, ես ուզում եմ մեքենա ունենամ եւ այլն։ Մեկ էլ անցնում էր մի քանի ամիս, ասում եմ, բա մեքենա, ասում եմ, ախր այդ ինձ այդքան էլ պետք չի, ես վախենում եմ մեքենա քշելուց, ասում տեսար, որ դա քո իրական նպատակը չի, դա ուղղակի մոդա է, դու չես ուզում մոդայից հետ ընկնես։ Բայց ինչ է նշանակում, ես գտա իմ նպատակը, այդ երևույթը ես չեմ հասկանում։ Չգիտեմ։ Կան մարդիկ, որ իրոք Սվետ, մենք շատ տանջվել ենք իրար հետ, որ գտնենք այն նպատակը, որը կարա իրեն շարժի բիզնեսում, բայց տենց էլ չենք գտել։ Ու ես դա չեմ կարողացել ընկալեմ, հասկանում ես, ես այնքան նպատակ ունեմ, որ եթե մի տետր գրեմ, չի հերիք այդ տետրը։ Ոնց կարելի է նպատակ չունենալ։ Ոնց։ Ես այս հարցի պատասխանը գտել եմ աստրոլոգիայով, երբ որ մարդը ոնց որ արարիչն է իրան ստեղծել, այդ սկզբունքով չի ապրում, ինքը շատ է հեռացած իր բնույթից, ինքը առավոտյան արթնանում է, մի կերպ տեղից վեր է կենում, իրան որ հարցնես ինչ ես սիրում, ասում է եսին, ուր ես ուզում գնալ եսին, փող ուզում ես, հալով փող չի ուզում, ինչ ես անելու, հենց իմացա Հենց ունենամ նոր կասեմ։ Այդ մարդը նախ պիտի ոչ թե բիզնեսի ուղղություն ընտրի, այլ գնա հասկանա ով է ինքը։ Վсё։ Այո։ Ամենադժվար բանը, որ
դու հասկանաս ով ես դու եւ ամենադժվար բանը, որ դու ինքդ քեզ 100%-ով ճանաչես, որտեղ մարդկության 95%-ը ինքը իրան չի ճանաչում։ Ինքը չգիտի ինչ ուտելիք է սիրում, ինչ գույն է սիրում, ինքը չգիտի ինչից է էներգիա ստանում։ Դու ինչից ես Գիտի ինչի համար է ծնվել, որն է իր միսիան այս կյանքում, չէ՞, ամեն մեկս մեր միսիան ունենք, որ ծնվում ենք։ Ինչ պիտի անենք մենք, ինչ ուժեղ կողմեր ունենք մենք, ինչը մենք տանել չենք կարողանում, ինչից է մեր տրամադրությունը բարձրանում, ինչից է ընկնում։ Օրինակ ես հստակ գիտեմ, որ ես գնամ այս տեղը, ես գալու եմ ջախջախված, տրամադրությունս քցած, 3 օր խելքի չեմ գալու, ես հրաժարվում ու այդ տեղը չեմ գնում։ Ստիպված չեմ գնում, որ տվյալ մարդը չնեղանա, չէ, ես ավելի կարևոր եմ, կներես։ Այո։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ մարդը ինքը իրան ճանաչի, հասկանա ով է ինքը։ Այ որ օրը, որ ես կարողացա ինձ ճանաչել, դա վերջին 2 տարում է եղել։ Միջև այդ ես էլ բոլորի նման ինձ չեմ ճանաչել։ Երբ ես ինձ ճանաչեցի, ամեն ինչ փոխվեց իմ շուրջը։ Ես էլ չեմ անում այն, ինչը ինձ դուր չի գալիս։ Չեմ գնում այնտեղ, որտեղ ինձ հաճելի չի։ Ես սովորեցի մարդկանց ասել ոչ։ Եվ դրանով ես երջանիկ եմ ապրում։ Բայց երբ որ դու չես կարողանում մերժել այն ինչը, որ քեզ պետք չի, ու դու ստիպված ես անում մարդկանց գոհացնելու համար, դու քո մեջ, քո ներսում կորցնում ես ամեն ինչ։ Տոն, վերջնականով կոնկրետ ոլորտում, որտեղ ես էլ դու էլ հաստատում ենք։ Հատկապես այստեղ Սվեջան կներես, խնդրում եմ, գնա, հետո կանենք։ Մենք բան ենք պայմանավորվել։ Բան ենք պայմանավորվել, բայց արա։ Պայմանավորվել ենք, բայց Նե։ Էլ չգաս, խնդրում։ Այսպես աշխատում ենք երեխաների հետ։ Եթե ձեզ թվում է, որ ինչ-որ մեկի երեխայի ձայնը չի լսվում, որտեղ իրան պահող կա, կամ իրա Կամ մեզ միշտ լսում են։ Երանի չէ։ Պահող ես ունեցել։ Երեխա պահողը ունենք, ճաշեփողը ունենք, տուն մաքրողը ունենք, դպրոց տանող ամեն ինչը ունենք։ Բայց դա իմ երազած վերջնական կյանքն ասվեց, որ ես ունենամ եւ տուն մաքրող, եւ ճաշեփող, եւ երեխաների դասերով զբաղվող, որ ես կարողանամ 12 ժամ տրվեմ բիզնեսիս։ Այս ամեն ինչ պիտի անեմ, որ ես այդ վերջնակետին հասնեմ։ Հələ 8 տարի առաջվանից ես դա երազում եմ, բայց դեռ չեմ կարողանում դրան հասնել։ Բայց հույսս չեմ կտրում։ Ամեն։ Սոն, պատմես մեր աղջիկներին, թե ինչի ընտրեցիր հենց այս ոլորտը, որտեղ շատ-շատերը այստեղ նոր մարդիկ են, ու վստահ եմ, շատերը կարծում են, որ հեշտ է ձեր համար խոսելը, դուք փողը աշխատում եք, հաջողակ եք, բայց դու էլ, ես էլ մի օր եկել ենք 0 բանով, առանց գիտելիք, ինչի ընտրեցիր այս ոլորտը եւ ոնց սկսեցիր։ Ասեմ, ինչի ընտրեցի այս ոլորտը, նախ երբ որ ես սկսեցի այս ոլորտը, տվյալ ժամանակահատվածում, դա 9 տարի եւ առաջ, օնլայն բիզնես ասվածը ինքը նորություն էր շուկայում։ Այսքան ճանաչում չուներ, մի տեսակ անհավատալի, անկեղծ ասած, հիմա ցանկացած օնլայն առաջարկ մարդիկ նորմալ են նայում, որովհետև առաջարկները շատ են, բայց 9 տարի առաջ դա այնքան հեքիաթային էր թվում, որ ոնց կարելի է տնից բիզնես անել, կայանալ, առաջ գնալ, շատ փող աշխատել եւ միաժամանակ ունենալ ազատ կյանք, ազատ գրաֆիկ ու չկտրվել երեխայից։ Հենց այդ ազատ գրաֆիկը, ազատ կյանքն ու երեխայից չկտրվելը ինձ ոգեշնչեց, որ ես գամ այս բիզնես։ Եվ այսօր
էլի դա է ինձ պահում ցանցային բիզնեսում, Սվետ ջան։ Փառք Աստծո, այսօր շատ ուրիշ աշխատանքներ ու շատ ոլորտներ կան, որտեղ կարելի է ամսական վաստակել 1000, 2000, 3000 դոլար։ Այսօր նման վարձատրության աշխատանքի խնդիր չկա, եթե կա խելք։ Արի ճիշտ եմ։ Այո, եթե այդ Եթե ոլորտին դու ունես խելք, դու կգտնես նման գործ։ Առաջ դա չկար, առաջ դա, չգիտեմ, սենսացիոն ինչ-որ մի հատ բան թվեր էին, ճիշտ ես, բայց այսօր ես մնում եմ ցանցային բիզնեսում, այլ ոլորտ չեմ գնում, որովհետև ինձ պետք է ազատ կյանքի ոճը։ Ես հանուն դրա եմ ցանցային բիզնեսում։ Տես չեմ ասում առաջինը փող։ Փող կարամ ուրիշ տեղ էլ աշխատեմ։ Կներեք։ Կոկորտես ինձ խանգարում է։ Բայց ազատ կյանք ես մենակ ունենամ ցանցային բիզնեսում։ Արթնանամ երբ ուզեմ, տեղ գնամ երբ ուզեմ, չուզեմ չաշխատեմ, հիվանդ լինեմ, պառկեմ հեռախոսը դնեմ կողք, հանգստանամ, բիզնեսս աշխատի, գնամ հանգստի գամ, տեսնեմ եկամուտներս ավելացել են եւ բացի ազատ կյանքի ոճը, որ իմ համար առաջնային է, երկրորդ կարևոր կետը դա պասիվ եկամուտն է ցանցային բիզնեսում, որը չկա այլ ոլորտներում։ Այսինքն այդ պասիվ եկամուտը կհասկանա այն մարդը, ով որ արդեն դա ունի։ Միջև դրան հասնել ինձ դա չի պատկերացնում։ Բայց երբ որ այսօր ես դա ունեմ, այսինքն ես կարամ մի ամիս չաշխատեմ, 2 ամիս չաշխատեմ, իմ աղջիկը որ ծնվեց, ես 2 տարի չաշխատեցի։ Բայց իմ եկամուտները շատացան, որտեղ ես արդեն ստեղծել էի պասիվ եկամուտ։ Ես արդեն այն ստատուսում եմ, որ ինձ բերում էր պասիվ եկամուտ։ Սոն աղջիկներին ասես, երբ կարող են ակնկալել պասիվ եկամուտ, որտեղ շատ-շատերից բիզնեսի սկզբից ասում են, թե ես այս մի ամիս պասիվ կլինեմ, հետո սկսեմ աշխատել։ Պասիվ եկամուտը գալիս է, երբ որ դու քո անվան տակ արդեն ունես 2 եւ ավելի տնօրեն։ Այսինքն դու ստատուսով արծաթ եւ ավելի ես, արծաթ է տնօրեն եւ ավելի ես։ Դոմ հաստատված։ Այո։ Ստացված, կայացած տնօրեններ ունենաս քո թիմում, հա, կայուն։ Բայց քանի դեռ չկան քո թիմում տնօրեններ եւ դու չունես պասիվ եկամուտ, դու եթե 2 օր էլ չաշխատես, դա քո եկամուտների վրա ազդելու է, ավելանալու փոխարեն պակասելու է։ Այդ ազատ կյանքի ոճն է ինձ ստիպում, որ ես մնամ այստեղ։ Ու անկեղծ ասած, Սվետ, 6 ամիս եւ ավելի առաջ իմ գլխի մեջ sense ворթեր էին շարժվում, որ կողքից այլ սեփական բիզնես, ես ու ամուսինս իրար հետ եւ այլն, ու տենց ես ամեն օր պառկում էի, պատկերացնում էի, հաշվարկներ էի անում, գցում էի, բռնում էի, ու երբ որ հասա այն կետին, որ ասեցի, բայց հələ մի րոպե, Սոնա, բիզնեսը դա 24/7 ռեժիմ է։ Արդյոք դու կարողանալու ես քո երեխեքին ամբողջ օրը թողես ինչ որ մեկի խնամքին, առավոտյան գնաս, գիշերվա 11-12, ես դա լավագույն դեպքում եմ ասում, հա, որտեվ ես մտածում եմ ռեստորանային ոլորտի մասին, իսկ դա միջև վերջին հաճախորդն է, կարա հաճախորդը միջև ժամի 2-ը հաց ուտի։ Դու արդյոք կարողանալու ես այդ 24/7 ռեժիմով դիմանալ։ Ու ես հասկացա, որ չէ։ Նախ առողջապես չեմ ձգի, որտեվ ես ժամը 10-ին արդեն քնած եմ, ես չեմ ձգում դրանից ավելի։ Ֆիզիկապես չեմ ձգի, էլ չասեմ երեխեքս, էլ չասեմ իմ սպորտը, էլ չասեմ իմ կողմնակի զբաղմունքները, որ ես ժամանակ չեմ ունենալու։ Եվ պլյուս այն ռիսկը, որ փող պիտի ներդնես, չէ՞, այդ ամեն ինչը սկսելու համար։ Հələ փողը մի կողմ, Սվետ, դու ամբողջ մի կյանք ես դնում այդ բիզնեսի մեջ։ Հանուն ինչի։ Ու երբ որ ես չկարողացա պատասխանեմ հանուն ինչի հարցին ինքս ինձ, ես ինքս իմ հետ միշտ անկեղծ շատ զրույցներ եմ ունենում, որտեվ ինձանից լավ ուրիշ ոչ մեկ ինձ չի կարա հասկանա ու իմ հետ անկեղծ լինի։ Ու երբ որ ես ասացի, Սոնա,
Հանուն ինչի ես դու մի ամբողջ կյանք, որը քեզ տրվել է վայելելու համար, դու քիթ ու բերանի վրա նվիրելու այդ բիզնեսին։ Ինչ ես դու տանելու քո։ Օրինակի համար հանուն նրա, որ ասենք Սոնան ռեստորան ունի, որ ինչ-որ ռեստորանի տողատակում դրված լինի քո հասկանում։ Ինչ է դա ինձ տալու։ Ես երևույթի Բայց չէ, որ այդ անվան տակ ես լինելու եմ ստրուկ։ Այո։ Ես ուզում եմ ապրեմ։ Ինձ ազատ ժամանակ է պետք ապրելու համար։ Ու ես նախընտրում եմ մի քիչ եկամուտ, բայց ժամանակ, որ ես որ պահին ուզեմ, ինչ ուզեմ անեմ։ Դա է իմ համար ապրելը։ Սոն, այստեղ մի հատ հարց եմ, հարցից հարց բխեց, եթե դու նորից հենց հիմա, բայց այս փորձով, ձեր ցանցային բիզնեսը, ինչ կանեիր և ինչ չէիր անի, ինչ որ նախկինում արել ես։ Ինչ կանեի։ Հիմա չէի անի, որ նախկինում արել եմ։ Երկուսն էլ էլի։ Ռիփսիմե ջան, կթող ես խոսամ։ Բայց խոսոս պետք է արեսանա Գնա միջով վերջացնեմ։ Բացեմ։ Բիզնեսին ես խփում Ռիփսիմե։ Մեկին թողեցի տատիկի տանը, թե չէ բացարձակ չի կարա խոսայի։ Այս մյուսը մնաց մոտս։ Գնա վերջ։ Հեն չգաս պալես, խնդրում եմ։ Բայց մեջը չանի։ Խնդրում եմ, գնա։ Մեջը չանի։ Օրինակ Սվետ, նայ։ Նախկինում այն ինչ որ արել եմ, անկեղծ ասած, կուզեի հիմա էլ դա անեի։ Հիմա էլ կարողանայի նախկինում արածից չափով հիմա անեի, եթե անկեղծ։ Չկա ինչ որ մի բան, որ առաջ արել եմ, հիմա չեմ անի։ Օրինակ ես երբ որ այս հարցը դրեցի, ես պատասխանեցի, որ կա։ Նայ երբ որ նոր ժամանակ ինձ մերժում էին, ես այնքան ժամանակ վատնում, որպեսզի ինքս ինձ ապացուցեմ, թե այդ մարդը ինչն էր վատ, որ մերժեց, ֆաբրիկներ վատ, ես վատ առաջարկեցի, քանքային է վատ։ Այսօր ես հստակ հասկանում եմ, որ այս պահին, այս մարդը այս ոլորտում փող չի ուզում աշխատել։ Ու դա իմ խնդիրը, ցանցային կամ ֆաբրիկի խնդիրը չի։ Իսկ ես այն ժամանակ փորփրում էի դա։ Հա, ճիշտ ես։ Ես էլ հիշեցի։ Սկզբում ես նեղվում էի մերժումներից, անկեղծ ասած։ Ասում լավ, ինչի էլի, այսքան լավ առաջարկ մարդը ոնց չի ընդունում։ Բայց հետո հասկացա, որ ախր ամեն մարդ տարբեր բան է ուզում այս կյանքից։ Տես օրինակ իմ համար կարևոր է լինել ազատ, որ ես միշտ լինեմ տանը երեխեքիս հետ, իմ սպորտ, իմ զբաղմունքը, բայց մարդը ասում է ես տանը խեղդվում եմ, ինձ պետք է աշխատանք, որ ես տնից դուրս գամ։ Գնամ ռեժիմով գամ։ Դրա համար ես էլ ժամանակի ընթացքում հասկացա, որ ամեն մարդ մի բան է ուզում, չեն կարա բոլորը իմ նման մտածեն կամ նույն ցանկությունները ունենան։ Իհարկե։ Այս բիզնեսը բոլորի համար չի միանշանակ։ Իհարկե, ցանկացած ոլորտ, ցանկացած ոլորտ։ Տես օրինակ կան ոլորտներ, որ ես ինձ այդտեղ вообще չեմ պատկերացնում, եթե անգամ ինձ ամսական տանի 3 միլիոն դրամ աշխատավարձ։ Առաջին դա մանկապարտեզն է, որ 3 միլիոն դրամ ինձ ամիսը տան, ես չեմ աշխատի, անգամ 10 րոպե։ Դա իմ տեղը չի։ Երկրորդ, բոլոր այն գործերը, որոնք որ կապված են մարդու մաշկին կպնելու հետ։ Այդ դա էլ չեմ կարա անեմ, չեմ կարա ուրիշի մաշկին կպնեմ, մազերին կպնեմ։ Իհարկե կան էլի գործեր, բայց հիմնական այդ գործերն են, որ ուզում եմ, չգիտեմ, միլիոններ ինձ տան, ես դա չեմ կարող անել։ Հիմա նույնը ցանցային բիզնեսը, ախր դա ամեն մեկի համար չի, եւ դա նորմալ է։ Սոն, իսկ նշես 3 կարևոր հատկանիշ, որ մարդը պիտի ունենա պարտադիր, որ այս ոլորտում կարողանա ինչ-որ բանի հասնել։ Հայ, իհարկե։
Նախ առաջինը, որ ժամանակի ընթացքում դու դադարես մտածել, նեղվել ու քո վրա վերցնել շրջապատի կարծիքները։ Դա առաջինը։ Կամ արդ որ ասում ես տենց էլ չեմ կարողանում, շրջապատի կարծիքը անտեսեմ։ Երկրորդը դա կարգապահությունն է։ Ինքդ քո առաջ։ Եթե դու ինքդ քո առաջ չեղար կարգապահ, դու ամեն մի գործ կիսատ ես թողելու։ Չլինի ցանցային, լինի ուրիշ ոլորտ, դու ամեն ինչ կիսատ ես թողելու։ Եվ երրորդը, որ այն ինչ որ սկսում ես, միջև վերջ գնաս, կիսատ չթողես։ Կամ անես, կամ չանես։ Օրինակ ես այդպիսին եմ։ Եթե ես որոշեցի, որ ես ինչ բանի պիտի անեմ, ես մեռնեմ էլ պիտի միջև վերջ դա անեմ։ Եթե զգում եմ, որ ես միջև վերջ չեմ գնալու ուտեղ, ես միանգամից հրաժարվում եմ դրանից։ Այդ կարգապահությունը շատ կարևոր է։ Մի այսպիսի խոսք կա, ասում են, հաջողության հասնելու համար պետք է լինի մոտիվացիա եւ կարգապահություն։ Մոտիվացիան ժամանակավոր է անցնում է, բայց կարգապահությունը հավերժ մնում է։ Եթե անգամ դու չունենաս մոտիվացիա, բայց լինես կարգապահ, դու անելու ես, չուզենալով անելու ես, արելով անելու ես։ Ես այնքան է եղել ու լինում, որ ես մի բան չեմ ուզում անեմ, բայց ես պիտի անեմ, ասում եմ Սոնա դու դա պիտի անես, պիտի զանգես ես մարդուն, չես ուզում իր ձենը լսես, բայց պիտի զանգես, դու պարտավոր ես մարդուն զանգես, ու ես զանգում եմ։ Կամ չեմ ուզում այսօր օրինակ story գցեմ կամ post անեմ, բայց ես ստիպված անում եմ։ Պիտի անեմ ու վերջ, էլ չես նայում։ Դպրոցի ուսուցչուհին էլ ամեն օր չի ուզում դպրոց գնալ։ Մեզ խանութում սպասարկողն էլ ամեն օր չի ուզում, ճիշտ է։ Սա աշխատանք է վերջին հաշվով։ Դրա համար եմ ասում, ցանկացած ոլորտում, ցանկացած գործում, եթե դու կարգապահ չեղար ու նայեցիր ամեն ինչին հավեսով ու մատերի արանքով, այդտեղ վերջնարարցունք չի լինելու։ Շատ լավ կլինի մեր հետևորդները ևս հարցեր տան, Սոն, դու ինչ հարցեր ես պատրաստել։ Ես օրինակ Սվետ, ինձ հետաքրքիր է քո մոտիվացիան, որտեղից է, ինչով ես ոգեշնչվում, կամ ով է քեզ ոգեշնչում, քո ոգեշնչումը քեզանից է կախված, թե կա ինչ-որ մեկը կլինի բիզնեսում, կյանքում, թե ընտանիքում, ով քեզ մոտիվացնում է, որ դու իրանով ես ոգեշնչվում, թե ոչ մեկ կապ չունի դրա հետ, հետաքրքիր է ոնց է քո մոտ։ Ի սկզբանե իմ ոգեշնչումը այս բիզնես մտնելու ու հաջողելու եղել է իմ երազանքը ունենալ տուն։ Դա եղել իմ մոտիվացիան։ Սեփական տուն ունենալու տակ լիքը ենթատեքստեր կան։ Դա այն միջավայրն է, որը կինը ինքն է ստեղծում, դա այն միջավայրը, որտեղ իր գրաֆիկն է, լիքը նրբություն կան ու յուրաքանչյուր կին դա հասկանում է։ Դա եղել է իմ մոտիվացիան։ Բայց մինչև տունը հասնելը իմ կյանքը այնքան փոխվեց այս բիզնեսի շնորհիվ, որ տուն ունենալուց հետո շատ-շատերը սպասում էին, որ դե տուն դառար դա քո նպատակներ, հիմա ինչ ես աշխատում։ Հա։ Որովհետև դու ընթացքում ստեղծում ես կյանքի այնպիսի մի հատ այլ ապրելակերպ, որտեղ դու այլ ձևով ես ապրում, այլ տեղում է անցնում քո հանգիստը, դու այլ սնունդ ես ուտում, ամեն ինչը փոխվում է ու արդեն դու քո կյանքի ապրելակերպը քեզ անընդհատ մոտիվացնում է, որպեսզի դու հատկապես եկեք ռեալ լինենք, որպեսզի դու նույն ձևի ապրես, դու ամեն տարի քո եկամուտը պիտի ավելացնես, որովհետև այսօր սարսափելի գնաճ է Հայաստանում։ Որպեսզի նույնիսկ նույն ձևով ապրես, այդ մոտիվացիան գալիս է։ Հետո Սոն, ես չեմ կարող չժխտել այն փաստը, որ ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև եթե չսիրեի, եթե սա իմ ոլորտը չլիներ, շատ դժվարությունները ոնց որ մյուս ոլորտներում, այստեղ եմ ես լիքը բան կորցրել, այստեղ եմ ինձ կոտրել, այստեղ եմ ես լացել ու չեմ ուզեցել ոչինչ անել։ Ինչ եմ անում, որովհետև ամեն դեպքում ես հավատում եմ մի հատ առաքելության, որ
իմ կյանքը փոխվեց այդ պրոյեկտով ու ես պրավատնիկ եմ գիտելիք փոխանցելու, որպեսզի այլ մարդկանց կյանքեր փոխեն։ Դες չեմ ասում ես եմ փոխում այլ մարդկանց կյանքեր, ես չեմ կարող ոչ մեկի կյանք փոխել։ Բացարձակ։ Դա ոչ ճիշտ արտահայտություն է։ Մարդը ուզեց ինքը իր կյանքը կփոխի, եթե չուզես դու ինչ ուզում ես, արա, չես կարա։ Ես չեմ կարծում, որ ոգեշնչում կարող է լինել կողքի մարդը, թիմն է շատ կարևոր, բայց եթե դու սեփական ոգեշնչում չունեցար, դու ոգեշնչված թիմ էլ չես ունենա վերջին հաշվով։ Բայց արի խոստովանենք, որ թիմում ունենք շատ մարդիկ, որ ենթադրենք, օրինակ, ես եմ, ինձ տվել եմ հանգիստ, կամ հավես չունեմ, կամ հիվանդ եմ, որոշ ժամանակ պասիվացել եմ, կամ ինձ հանգստի եմ տվել, ես ունեմ դրա իրավունքը, հա։ Նայում են քեզ, իրանք կրկնում են նույն բանը, երբ որ համեմատություն է ստանում, թե ստատուսների, թե ֆինանսի, մեզ, բայց ախր ես կարամ ինձ հանգստի տամ, էլի, այդ ինձ չի վնասելու, ախր դու, եթե քեզ հանգստի տվեցիր, վերջ դու կորում ես, հələ մի հատ արի հասի ինձ, հետո նոր մնացածի հետևից արի կրկնի այն ինչ որ ես եմ անում, ու հետո ասում եմ, որ օրինակ չկա ուսուցում, կամ դու պասիվացել ես, ես նայում եմ քեզ ու իմ մոտիվացիան էլ է կորում, որ ասում ես ոնց, բա քո նպատակը ով եմ ես քո նպատակի առաջ, արի ճիշտը խոսանք, ով եմ ես քո նպատակի առաջ։ Սուտի արդարացում է իրականում, իմ կարծիքով սուտի արդարացում է, ճիշտ ես, երբ որ Հրիփսիմեն ծնվեց, որ թիվներ, 15 ներողություն 20 Գիտես ինչի եմ հարցնում, որովհետև այդ ժամանակ, երբ որ դու պատրաստվում էիր բալիկին ունենալ ու ինքը նոր ծնվեց, այն շրջանն էր, երբ որ ես ստատուս էի հաստատում։ Իսկ իմ ստատուսի հաստատելը այսպես եղել, մենք գիշերվա մինչև ժամը 1-ը պատվեր էինք հավաքում ու հաստատում, ու հազիվ վճարում ու հետո տեսնում 3000 լրացավ, թե չէ։ Անկեղծ կլինեմ, եթե մի բան նայի, թե նաստավիկը այս պարագայում, չնայած ինձ գրանցում մարդը հաջորդ շաբաթ դուրս եկավ պրոյեկտից, որպես այդպես։ Եթե նայենք մեզ ով է հրավիրել, չգիտեմ, ես այդ երևույթը չեմ հասկանում։ Իհարկե ազդում է, բայց դա ինքնախաբեություն է։ Ինքդ քեզ արդարացնելու մեթոդ։ Գիտես ինչ, Սվետ, մենք այնքանով է մեր բախտը բերել ցանցային բիզնեսում, որ եթե չկա մեկը քեզանից վերև, կան ուրիշները։ Գտի այն մեկին, ով այսօր քո սրտով է։ Իհարկե։ Եվ բացի դա ես միշտ ասում եմ կյանքում ոչ մեկին մի բերեք, մի կապեք ու մի կպցրեք ձեր նպատակներին։ Որտեղ միակ ոգեշնչող ուժը դա նպատակն է։ Եթե դու կարողանում ես թուլանալ այս ինչի պասիվությունից, եթե դու կարողանում ես թուլանալ ֆիրմայի դժվարությունից, եթե դու կարողանում ես թուլանալ, որ ակցիա չկա եւ այլն, նշանակում է դու չունես նպատակ։ Դու ուղղակի մտել ես, ստիպված գնում ես։ Սա նույնը տեղի ունենում, երբ որ օրինակ թիմից ինչ-որ մեկն է գնում, ես այդ լավուշկայի մեջ ընկել եմ, ես մի հատ պարտնյոր ունեի, պարտնյորը որն է, մի քանի հոգի գրանցում էր ու ինքը մի օր զանգեց, ասաց, «Վсё, ես վերադառնում եմ աշխատանքի», ես էլ այդ ժամանակ կարծեմ 1000 բալեր չկային, ինձ թվում էր աշխարհը փլվել է գլխիս, հետո նրանց թափվեցի, ասացի, մի ստոպ, ենթադրենք ինքը որոշել է վերադառնալ իր աշխատանքին, ինչ, ինքն է ստեղծելու քո բիզնեսը, որ դու տուն առնես, լուրջ, դու ուրիշի հույսով ես քո նպատակը իրականացնելու։ Մոռացեք, որ ինչ-որ մարդիկ գալու են աշխատել, դուք հարստանաք, մոռացեք, որ նաստավիկը պիտի աղոթի, որ դուք հարստանաք։ Մարդիկ միշտ գալու են ու գնան, միշտ։
Ես այնքան մարդ եմ կորցրել։ Մինչև տուն առնելը այնքան մարդ եմ կորցրել։ Ու ոչ թե նորեկ, ոչ թե 100 բալանոց, ոչ թե 200 բալանոց, այլ 1005, 3000։ Այնքան 1005-ներ եմ կորցրել, բայց ես իմ տունը առա, որտեվ ես կանգ չէի առնում, ես ասում էի գնացիր Աստված քո հետ։ Դու չպետք քեզանից չպետք է կախված լինի ես տուն ունենալու եմ, թե չէ։ Շատ կներես, բայց դու շատ փոքր մարդ ես, որ իմ նպատակը քեզանից կախված լինի։ Գնա, բարի ճանապարհ։ Դու չլինես, կլինի հաջորդով կգա։ Եվ տենց էլ եղավ, Սվետ ջան։ Դրանից հետո ես բացեցի արծաթե, բացեցի ոսկե տնօրենի ստատուսներ։ Եթե մենք նայենք բոլոր գնացող մարդկանց հետևից, աղջիկներ ջան, մենք ուղղակի կփշրվենք ու ոչ մի բանի ունակ չենք լինի։ Տոն էստեղ մի հատ հարց կա, որ սխալը ձեզ ամենաշատն է ուշացրել հասնել այս արդյունքին եւ ինչ անենք, որ մենք չկրկնենք։ Ինչ։ Որ սխալն է ձեզ ամենաշատը ուշացրել հասնել այս արդյունքին։ Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ ես ուշացել եմ, հակառակը։ Ես իմ 3-րդ տարում արդեն ոսկե տնօրեն էի։ Ինչից եմ ուշացել։ Ես հիմա եմ ուշանում։ Ես գիտեմ ինչի, որովհետև դες ասում եմ, ես կուզեի հիմա աշխատեի առաջվա նման։ Այսինքն ես գիտակցում եմ, որ ես հիմա առաջվա նման չեմ աշխատում։ Որտեվ առաջ ես քնում էի օրվա մեջ 2-3 ժամ։ Իսկ հիմա ես քնում եմ 8 ժամ։ Եթե ես հիմա 2-3 ժամ քնեի, ես ոչ թե կլինեի ոսկե տնօրենի ստատուսում, այլ կլինեի բրիլյանտե տնօրենի ստատուսում։ Այ ուշանում եմ, որովհետև ես առաջվա պես չեմ աշխատում։ Քանի որ հարց տվողը բիզնեսում է արդեն 1 տարի, եւ դերևս թիմի ստեղծման սկզբնական փուլում է, հավանաբար ինքը խորհուրդ է ուզում, թե ինչ անի, որ սկսի աճել, հա։ Ամենաառաջինը, էլի եմ ասում, կարգապահություն։ Հստակ ամեն օր գրված պլանով, առանց շեղվելու։ Այնքան դժվար է չշեղվել, աղջիկներ ջան, շատ դժվար է, այնքան շեղող հանգամանք կա, այնքան շեղող մարդիկ կան, որ դուք պետքա կարողանաք այդ կարգապահությունը պահեք ձեր առաջ ու չշեղվեք, ասեք ոչ, ես անելիք ունեմ, կներես, ոչ, սովորեք մարդկանց ասել ոչ, սովորեք ինքներդ ձեզ ասել ոչ, երբ որ ուզում եք նստեք ու սերիալ նայեք, սուրճ խմեք, թուլանաք, ասեք ոչ, վեր կաց, Սվետա, վեր կաց գնա աշխատի, դու նպատակ ունես։ Եվ այդ աշխատել այնքան հարաբերական է, շատ մարդիկ այդ աշխատելու տակ այնքան սխալ են հասկանում անելիքները։ Կան մարդիկ, որ օրինակ 12 ժամ օնլայն են, երբ նամակ գրես ինքը տեղում կպատասխանի քեզ։ Բայց 20 օրվա մեջ չունենա ամենակիչն եմ ասում, 5 նորեկ, 10 նորեկ։ Այ կենտրոնացեք դրա վրա, ինչի վրա եք ժամանակը դուք դնում։ Ամբողջ օրը օնլայն եք, զուտ օնլայն լինելու համար, որ ասեք աշխատում եմ, թե օրինակ տեսեք, դուք կարաք օրեկան լինեք 4 ժամ, 5 ժամ օնլայն, բայց ունենաք օրը 1 գրանցում։ Պետք է հասկանաք ինչ եք դուք անում։ Այն ինչ որ դուք անում եք, դա ձեզ արդյունք տալու է աղաղը, թե ոչ։ Ո՞րն է ձեր ուզած արդյունքը։ Ես վաղուց Օնլայն հազացնում ենք։ Կներեք, ես վաղուց լենտա չեմ նայում, սթորիներ չեմ նայում, ես մտնում եմ սոցկայք, իմ անելիքը անում եմ, դուրս եմ գալիս, ու շատերը ինձանից նեղանում են, այդ էլ Սվետ, հիշում ես, ես մի դիրեկտոր կորցրեցի, ինքը գնաց, ինչի համար, որ ես 3 օր իր Facebook-ի պոստերը չեմ լայքել, ինքը դրանից նեղացավ, ասում ախր ես չեմ մտնում լենտա թերթում, ես պարապ չեմ, ես ժամանակ չունեմ,
Եթե ես մտնում եմ սոցկայք, մտնում եմ անելիքս անում եմ, դուրս եմ գալիս, վերջ։ Բայց լուրջ ես ասում, բիզնես չեմ Հա, անի, Շվեյք ջան, իրևս գնաց, որ ես իր պոստերը չեմ լայքել։ Ասենք ուրիշինը լայքել են, իրանը չեմ լայքել։ Երևի մտել եմ այդ, որ ուզեցել եմ ես պոստ անեմ, հենց առաջի դեմ դիմացից այդ մարդունը բերել է, լայքել եմ, իմը գցել եմ դուրս եմ եկել, հասկանում ես։ Չեմ թերթում վաղուց, դրա վրա ժամանակ չեմ կորցնում։ Դա իմ համար անիմաց ժամանակի կորուստ է։ Հետևել ու նայել ուրիշի կյանքը։ Ինչի համար ես կկերտեմ իմ կյանքը։ Դրա համար էլի եմ ասում, շատ կարևոր է, որ դուք հասկանաք ինչի վրա եք ձեր ժամանակը ծախսում։ Դա վաղը ձեզ արդյունք տալու է, դա Մենակ չէ, որ շուտ տալի համար եք վարձատրվում։ Ձեր փողը շատացնելու է դա վաղը։ Ինչի ես դու ուրիշի կյանքը նայում։ Ինչի ես նայում, ով ում ոնց առաջարկություն արեց, ով ուր գնաց, ով ինչ գույնի, չգիտեմ, կոշիկ հագավ։ Դա ավելի ժողովուրդ ոխր։ Դες հարցում ես։ Սվետ, հիմա ես քեզ մի հատ հարց եմ ուզում տամ։ Օրինակ դու ինքդ արդեն լինելով փորձառու, շատ շապիկներ մաշած բիզնեսում, շատ լացած, շատ կորուստներ ունեցած, շատ հիասթափություններ ապրած մարդ, ու հատկապես հարազատ մարդկանցից հարվածներ ստացած մարդ, այ հետաքրքիր է քո կարծիքը, ինչ օրինակ դու խորհուրդ կտաս բոլոր այն ինքնավստահ կանանց, ովքեր որ վախենում են այդ ամեն ինչից, բա ինչ կասի մեր հարևանը, բա ինչ կասի իմ մորաքույրի օրինակ ամուսինը։ Սոն ես բիզնեսի սկզբից եւ էդ։ Արի հաստատենք, որ սկսնակի ամենամեծ խնդիրը դա է։ Ինչ կասեն մարդիկ։ Այո, ինչ կասեն մարդիկ։ Միջև այս բիզնես առաջարկը ստանալը ես գիտե 3 տարի անվճար աշխատել եմ միջազգային ռազմաճերպությունում, այդ ընթացքում ուղարկել եմ հազարավոր CV-ներ։ Այդ բոլոր մարդիկ ոչ մեկ ինչ գործ չի առաջարկել, ինչ չի օգնել։ Երբ որ ես այս առաջարկը ստացա, ու ես որոշեցի բիզնես անել, այդ բոլոր մարդիկ սկսեցին թե ծիծաղտալ, քննադատել, ովքեր որ ինձ շատ էին սիրում, բացատրել, որ ինձ այստեղ կխաբեն։ Ամենայն հարգանքով բոլոր ես ծիծաղողների, ես քննադատողների եւ այն մարդկանց, ովքեր իմ մասին անհանգստանում էին։ Ես բոլորին մի բան էի ասում։ Դու ինձ կարող ես տարբերակ առաջարկես, որ ես առանց փող ծախսելու, առանց գումար տալու, ունենամ միակ գործ, որի ընթացքում պահեմ իմ երեխան, այդ ժամանակ ես իմ երեխա ունեի։ Ոայ Սվետա ջան, հիմա որտեղից գործ։ Լավ։ Դե ուրեմն թող ես իմ դտածը ուսումնասիրեմ։ Առանց կոնֆլիկտի, առանց որևիցե մեկին ինչ-որ մի բան ապացուցելու, առանց պայքարի եւ դիմացին այն առանց գիտեք ինչ, այն զգացողություն, որ հեսա ես կհաջողեմ, որ քեզ ինչ-որ բան ապացուցեմ։ Առանց պատերազմների։ Ուղղակի ցույց, որ եթե դու չես կարող ինձ ինչ-որ բանով օգնել, խնդրում եմ ինձ մի խանգարի։ Որտեղ վերջին հաշվով ամենամոտ մարդկանցից սկսած վերջացած այն մարդկանց, ովքեր միջև հիմա սպասում են, որ տապալվես, իրանցից ոչ որ քեզ տուն չեն առնելու, սրճարան չեն տանելու, օտապարիկով չեն թռցնելու, ճանապարհության չեն տանելու, ոչ մեկ, դու ձեր կյանքը։ Եթե Սոն, ես այս արտահայտությունը մի անգամ մեր խմբում եմ արել, աղջիկները շատ ծիծաղեցին, ինձ ոչ մի կին չի կարող ապացուցել, որ ինքը չի աշխատում այս բիզնեսում ողջույն արծիքների համար։ Որովհետև ձեզանից յուրաքանչյուրը երբ որ սիրահարվել է,
ու թաթուն իր ընտյալի հետ գնում էր ժամադրության, ձեր մաման, պապան, բոլոր բարեկամները, երբ որ ասում էին դու ավելին ես արժանի, ոչ մեկը բանի տեղ չէր դնում։ Հիմա դուք ուզում եք ինձ ասել, որ Ոնց որ ես։ բոլորս։ Ու եթե այդ ժամանակ մենք ոչ մեկի կարծիքը հաշվի չենք առել։ Հիմա հասուն մարդիկ գտել են տարբերակ, որը մեզ տալու է մեզ երազանքի կարծիք ու հարևանի Բարսիկի կատվի պատճառով բիզնես չես անի։ Չէ, ախպեր ջան, նիետ։ Ուելի գալիս ենք նրան, որ ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է սեփական ցանկությունից։ Այո։ Սվետ, իսկ եթե ես չեմ ուզում աշխատել, դա նորմալ է։ Սվետ, իսկ նայ, ինձ հետաքրքիր է, եթե չլիներ ցանցային բիզնեսը, ուրիշ որ ոլորտում դու քեզ կգտնեիր կամ կպատկերացնեիր, որ դու տենց սիրով կանեիր։ Օй, Սոն, եթե ես ի սկզբանե ընդունվեի այն ֆակուլտետը, ինչ որ երազում էի փոքր ժամանակ, դա կլիներ ռեժիսորա բաժինը, ես երազում էի ռեժիսոր դառնալ, բայց քանի որ Գյումրի, թատերական ինստիտուտ, դու խելացի սովորող աղջիկ ես գնահատական, Բայց ես քեզ ասել եմ, չէ, որ մեր բեմը մեզ դերասան է կորցրել։ Հիմա, երբ որ էլի ցանցային բիզնեսի շնորհիվ դիտում, ցանցային բիզնեսի շնորհիվ այժմ ես սովորում եմ Ռուսաստանի լավագույն ինստիտուտներից մեկում, ես աստրոլոգիա եմ սովորում, ու ոչ թե սովորում եմ, որ աստրոլոգ դառնամ, ինձ հետաքրքիր է այս ոլորտը, ու փառք Աստծո, որ ցանցայինը համ ժամանակ է տալիս, համ ֆինանս է տալիս, որ մենք ուսումնասիրենք ինչ որ ուզում ենք։ Բացում եմ իմ աստրոլոգիչի քարտեզը ու տեսնում եմ յուրաքանչյուր իսկ քարտեզում կա փողի տունը, թե որ ոլորտից ես դու փող աշխատելու ու իմ քարտեզում իմ համար փողի աղբյուր կարող է լինել կոնսուլտացիան, գեղեցկության հետ աշխատանք ու կանանց հետ աշխատանք։ Հենց դա է պատճառը, որ ես համ սիրում եմ, համ փողը գալիս է ինձ։ Իմիջալոց չոնդել են նույնը, նայել եմ։ Գիտեմ։ Այսինքն մենք ճիշտ տեղում ենք հայտնվել։ Մենք ճիշտ տեղում ենք, այո։ Դրա համար մենք սիրով ենք անում։ Եվ արդյունավետ է նաև։ Եկեք ճիշտ հասկանանք, որ կան մարդիկ, ովքեր գալիս են գործողություններ են անում, կարելի ասել, բայ սխալ գործողություններ ես անում, բայց եւ այնպես կան մարդիկ, ովքեր չեն հաջողում։ Դրա համար պետք է հասկանալ։ Բայց արի ճիշտը խոսենք, որ ամեն դեպքում հաջողում են այն մարդիկ այս ոլորտում ու ցանկացած ոլորտում, ես վստահ կարող եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր սիրով են անում ինչ որ անում են։ Եթե անում ես զզվելով, չգիտեմ, ստիպված, պարանը վզիտ գցած, դու ուտեղ երկար չես մնալու։ Սոն, այս պահին ես ճիշտ եմ կարդում, Դոջ Զինլի, ինքը կնոջ մասին է, բայց այնտեղ պատկա, որ փողի մասին է խոսք գնում, ու հստակ բացատրում է ինչ է փողը։ Փողը ինչ է էներգիա է, որը գալիս է որպես շնորհակալություն քո լավ ու բարի ու սրտանց արած գործերի համար։ Այո։ Եթե դու սրտանց կանաչի ես վաճառում, եթե դու սրտանց մարդու մազերն ես հարդարում, եթե դու սրտանց ինչ-որ մեկին օգնում ես ճիշտ դեմքի դիմակ օգնել, վայնքում փողը քեզ գալիս է, ու հազարավոր նամակներ ջրի, հազարավոր մարդկանց ուղարկի, որ դուխի է լինելու, ու դրա մեջ լինի նեգատիվ ու մենակ ուրակի պես ես հարստանամ, դա չի աշխատի, որտեղ փողը պայթում ու շնորհակալության համար է գալիս։ Սվետ, մի հարց էլ առաջացավ։ Դու պատկերացնում ես մինչև քո կյանքի վերջ քեզ ցանցային բիզնեսում։ Սոն, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց Եթե ամեն ինչ սենց գնա, լավ լինի։ Եթե ամեն ինչ այսպես գնա, ես կարծում եմ, որ այս բիզնեսը ամբողջ կյանքի համար է։
Ինքը իմ համար վարձով բնակարան է, ոնց որ ինչ-որ մեկին հարցնեիր, դուզես ունենալ վարձով բնակարաններ ու ամբողջ կյանքում դա չես փող բերել, դե իհարկե դուզել։ Այո։ Իսկ տես, բոլորս գիտենք, որ դու ունես երկու աղջիկ, մեկ տղա, հետաքրքիր է։ Արդյոք դու քո երեխաներից որևէ մեկին կամ աղջիկներին, չգիտեմ, կամ տղային ուղղորդես ցանցային բիզնեսի աշխարհ։ Խորհուրդ կտաս, թե ամեն դեպքում, չգիտեմ, մտածում ես, որ թող ուրիշ բան անեն։ Սոն, քանի որ իմ մոտ արդեն ինքը մի քիչ մասնագիտական է գնում ու իմ երեխաների քարտեզներին տիրապետում եմ, իրանցից երկուսի քարտեզի մեջ հստակ իրանց ստեղծագործական ուղղությունը կա, այսինքն իրանք լինելու են բեմում, որպես ստեղծագործ մարդիկ, հա, այդ ստեղծագործ մարդիկ պալյուբոմու, այն մարդը, որ դերասան, երգիչ դառնալու համար է, ինքը բիզնես չի կարող անել։ Աղջիկներիցս մեկի քարտեզը բիզնեսի մտածելակերպ ունեցող է, բայց Տաթևի աչքերից երևում է։ Բայց արդյոք նա կընտրի այս բիզնեսը, թե ուրիշ բիզնես կանի, միանշանակ իրանք են որոշելու։ Ես իմ երեխեքին իհարկե իրանք են որոշելու, բայց դու կուղորդես։ Չեմ ուղղորդի։ Չէ՞։ Չեմ ուղղորդի։ Ինչու՞։ Շատ իմ համար կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ շարժվի իր սրտով, այլ ոչ թե այն բանով, որ մաման այսքան տարի դրել է, պիտի տեշ կանքնենք, պարտավորվածություն։ Բա ում ես ժառանգելու քո բիզնեսը։ Հարց։ Ով է շարունակելու քո այսքան տանջանքը, գցել ես ջուրը։ Ես։ Հավեր Սվետապալյան։ Իրականում այս բիզնեսը իսկապես ժառանգելու հնարավորություն տալիս է, բայց իրականում այդ ժառանգությունը գուցե չլինի պատրաստի բիզնեսը, որովհետև այս բիզնեսը տվել է իրանց թատերական խմբարկը, գիտարը, այդ բիզնեսը հետագայում տալու է իրանց երազած տները։ Ու եթե իրանք ուզենան, թող այս բիզնեսը շարունակեն, բայց եթե ուզենան։ Սրա մեջ պետք է դնել սեր ու էներգիա, առանց դրա գործողությունները արդյունք չեն տալու։ Այո։ Ապրեսվեյ ջան շատ, իմ մոտ հարցերը սպառվեցին անկեղծ ասած, բայց մի այսպիսի լավ, վերջին հարցը տամ, ինչ խորհուրդ կտաս բոլոր այն սկսնակներին, ովքեր նոր են միացել մեր պրոյեկտին, ունեն վախեր, կասկածներ և իրենք էլ չգիտեն, թե ինչին են սպասում, որպեսզի սկսեն։ Այս մարդկանց ինչ խորհուրդ կտաս, որպես փորձառու մարդ ու շատ երկար ճանապարհ անցած մարդ։ Նախ եւ առաջ հասկանալ իրանք ինչ են ուզում։ Ցանցային բիզնեսից, ֆաբրիքից, ամեն ինչից անկախ, իրանք ինչ են ուզում։ Ունեն տարբերակ, որ այդ բանը իրանց ստրվի պրոստը տակ։ Նակ եթե ինչ-որ մեկը ինձ տուն նվիրեր, ես գուցե այս բիզնեսը չսկսեի։ Պայլուբոմու, եթե ինչ-որ մի այլ տարբերակով, որը ձեզանից ջանք չի տանելու, դուք այդ ամեն ինչ ստանալու եք, դուք բիզնես չեք անելու։ Ու եթե այնպիսի նպատակ ունեք, որը կամ անելու եք այստեղ, կամ համակերպվում եք, որ ինքը вообще չի լինելու, ուրեմն դա ձեր նպատակն է։ Դրանից հետո ուսումնասիրում եք ցանցային բիզնեսը։ Ուսումնասիրել ինչի համար եմ ասում, որովհետև ձեզ ասելու են ցանցային բիզնեսը սուտ է, ֆաբրիքում ով որ վաղուց է գրանցված իրանք են հաջողել։ Որպեսզի այդ խոսքերը ձեր մեջ կասկած չլցնի, դուք պիտի լինեք ինֆորմացված։ Ինձ որ ասում են որն է քո հաջողության գաղտնիքը, ես միանշանակ ասում եմ շատ վիդեո կրծելը, որովհետև միակ բանն էր, որ ինձ գծերից չգցեց։ Ես հստակ գիտեի ուր էի գնում։ Սպետ ես էլ որ նոր էի գրանցվել, ցանցային բիզնես, չգիտեմ, մարքեթինգ եւ այլն, ասենց քաոսի մեջ ասում եմ, լավ, ես բան չեմ հասկանում։ Ախր այս ինչքան շատ է ինֆորմացիան, ես այսքանը ոնց մարսեմ, որ սկսեմ աշխատել, ու հավատա անկեղծ սկզբի 3 ամիսը, անկեղծ եմ ասում,
Ես չգիտեմ քունը ինչ բան է։ Ես պտտվում նայում էի լուսամուտին ու տեսնում եմ, որ արդեն լուսաբաց է։ Իսկն վիդեո, ասենց այս մարդուն էլ լսեմ, այս էլ լսեմ, որ ամեն ինչ անում եմ, որ հասկանամ այս բիզնեսի էությունը, ինչ բիզնես է սա, ինչ պիտի անես, փողերը որտեղից է գալիս։ Բայց շատ մարդիկ տալիս ես անգամ 20 րոպեանոց վիդեո դաս, ասում ես լսի ու այդ մարդը ամիսներով այդ 20 րոպեն չի կարողանում նայի։ Չի նայում, ոչ թե չի կարողանում։ Չի նայում։ Չի նայում։ Այսինքն վերադառնում ենք առաջի կետից։ Չկա նպատակ։ Всё։ Բացի նպատակը հետաքրքիրել չի, Սվետ ջան, հասկանում ես, բայց ուզում են շատ փող աշխատեն։ Ախր առանց գիտելիքի մարդը ոնց կարա շատ փող աշխատի։ Թող լինի բժշկություն, թող լինի հաշվապահություն։ Եթե դու շատ խելացի ես տվյալ ոլորտներում, դու երբեք շատ փող չես աշխատի։ Եթե դու խելացի ես շատ, եթե դու շատ սովորած ես, դու ոնց կարաս լինես բաժնի վարիչ կամ գլխավոր հաշվապահ։ Իհարկե չես կարա։ Եվ բոլոր այն ցանցային բիզնեսով զբաղվող մարդիկ, ովքեր որ շատ փող են աշխատում, իրենք շատ են սովորել, շատ են լսել, շատ են վերցրել սրանից նրանից։ Հիմա էլ, ես երբ որ ինձանից փորձառու մարդու բախտս բերում է առերես հանդիպում եմ, ես անպայման իրան հարցեր եմ տալիս։ Իսկ դու ոնց ես մարդ հրավիրում, իսկ դու ոնց ես թիմում ես ինչ անում, այնքան հարց եմ տալիս, որ այդ մարդուց ինչ-որ նոր բաներ վերցնեմ։ Ես չեմ ասում, ես ամեն ինչ գիտեմ։ Ամենակարևորը կիրառել։ Այո, որտեվ կան նաև գերազանցիկներ մեր թիմում, որ սովորում, ինչ հարց տաս, որ վիդեոից հարց տաս կպատասխանի, բայց ոչինչ չեն անում, մենակ սովորում են, ու այդ մարդկանց ես ասում հերիք է, դու էլ մի սովորի, դու սկսի աշխատել, կիրառի, սովորածը կիրառի։ Սոն, շատերը սպասում են հարմար պահի։ Այս խնդիրն էլ անցնի, այդ ես էլ շարքավորեմ, մի հատ ֆոտոսեսիայի գնամ, մի հատ այս հանդիպումն էլ անցնի, ու այդպես անցնում են կատալոգներ, տարիներ, ու մեկ էլ մարդն ասում է, ես չգիտեմ, մի երկու տարի ես տանեմ, ոչինչի չեմ ասել, ցավը տանեմ, բայց դու սպասում ես։ Ախր այդ հարմար պահը երբեք չկա մարդու կյանքում։ Ես միշտ ասում եմ, եթե դու ամուսնացած ես եւ ունես երեխաներ, քո կյանքում հարմար պահ չի գալու։ Դա դու պիտի ստեղծես։ Սոն ջան, ուսանողները вообще ժամանակ չեն գտնում։ Տես, իմ տեղը ուրիշ մեկը լիներ, կասեր երեխան տանն է, ինձ խանգարելու ես, չեմ կարա եթերին միանալ։ Հիմա ինքը ստեղ կյանքս կերավ կոնկրետ։ Բայց ես միացա չէ եթերին, ես ստեղծեցի այդ պահը։ Ինձ սաղ ճիշտ դիտը հետ է տվել ու առավոտյան քննություն ունեի աստրոլոգիայից, բայց չի կարող հանձնել։ Տեղափոխեցի վաղվան ու ասում եմ գոնե միջև 3 օր լավ լինի, որ կարողանամ մտնեմ սենյակ, որ սիրտը հետ տվեց, ինչ եթեր։ Հարմար պահ չկա ժողովուրդ։ Չկա, բացառվում։ Ու իմ խորհուրդը մեր աղջիկներին, հիմնականում հատկապես լիդերներին, բոլոր նրանց, ովքեր ուզում են աճեն, միշտ աղջիկներ ջան, այն ինչ որ դուք ուզում եք անեք, ենթադրենք տան գործ, չգիտեմ, խանութ գնալ եւ այլն, ձեզ հարց տվեք, հիմա սա է, օրինակ, հարթուկ անելն է հիմա կարևոր, թե գտնել նոր գործընկերուհի, ով կգա եւ իր շնորհիվ ես մի փոքր առաջխաղացում կունենամ բիզնեսում, որն է ավելի կարևոր, միշտ դրեք կշեռքի նժարներին։ Այսօր ավելի կարևոր է, օրինակ, հատակը մաքրելը, թե մասնակցել ուսուցմանը, որն է վաղը ձեզ տանելու դեպի ձեր նպատակ։ Աշխատեք մի քիչ, կտրվեք այդ առօրյա գործերից, ես լուրջ եմ ասում։ Դրանից այսքան ժամանակ ոչ մեկ կյանքում չի խելվել, ոչ մեկ։ Բայց այն մարդը, ով որ իր առօրյայում կարևորում է կարևոր գործն ու անկարևոր գործը կարողանա բաժանել իրարից, տարբերել իրարից, այդ մարդը հնարավոր չի արդյունք չունենա։ Շատ դժվար է, շատ, ես
այս միտքը մի քիչ բացեմ աղջիկների համար։ Նույն մարդը, որ ժամանակ չի գտնում on-line բիզնեսում, ինքը գնում է այլ տեղ աշխատելու, աղցանեց չի սարքում, երեխու դասները ուրիշը սովորեցնում, բայց on-line հաշտարում Տուններ չի մաքրում օրերով։ բնականաբար, բայց պետք է հասկանանք, որ on-line հաշտարում ենք աշխատում, բայց պետք է հստակ իմանանք, որ դուք տնային տնտեսուհի չեք, դուք տանը աշխատող բիզնես լեդի եք, եթե այդ տարանջատումը դուք չկարողացաք անել, ոչ մեկից մի սպասեք, որ պիտի դա ձեր գործերն անի, որովհետև այն մարդը, որը գնում է բանկում է աշխատում, ինքը գիտի, որ այդ ընթացքում ինքը ճաշ չի սարքելու։ Ես միշտ հետևյալն եմ ասում, եթե դու ամբողջ օրը խմորեղեն ես թխում, եթե դու ամբողջ օրը երեխայից հեռացրով ես զբաղվում, շնորհավորում եմ, դու կլինես լավ տնային տնտեսուհի եւ քո երեխան կլինի գերազանցիկ։ Բայց դու բիզնեսում դրանից աճ չես ունենա։ Հասկացի ու ամբողջ ինչ ես անում բիզնեսի համար։ Դա շատ կարևոր է։ Ես հիշում եմ, որ նոր սկսել էի բիզնեսը, Սվետ, երբ որ հասկացա արդեն բիզնեսը, հասկացա իմ անելիքները, ոգևորվեցի, դրեցի հստակ նպատակ, ասի ես սա անելու եմ եւ վերջ, հաջորդ օրը մտա լիստեի, պոիսկ տվեցի գրասենյակային սեղան եւ աթոռ։ Գտա իմ ուզածը, գրպանից հարմար, ոչ թե իմ ուզածը, սկսենք այդտեղից, ուղարկեցի ամուսուս, ասեցի խնդրում եմ, սա ինձ նվեր, ես սրա փողը 10 անգամ ավելի քեզ հետ կվերադարձնեմ։ Բերեցի սիրուն իմ նջասենյակում անկյուր սարքեցի սեղանով, աթոռով, համակարգիչս վերցրել եմ, երբ որ լիդեր էի։ Ամենաառաջի անգամ վերցրեցի ամենաէժան համակարգիչը, ապառիկ տարբերակով, ասեցի ես իմ աշխատածով սրա գումարը կփակեմ։ Ստեղծեցի բոլոր հարմար պայմանները տան մեջ եւ իմ սկեսուրին ասեցի, որ վերջ, ես այսօրվանից աշխատում եմ տնից, հստակ ժամերը ես ինքս էի գծել իմ համար, հստակ ժամերով խնդրում եմ, երբ որ ես կմտնեմ սենյակ, համարեք ես գնացի աշխատանքի, երբ որ սենյակից դուրս կգամ, նշանակում աշխատանքից վերադարձա տուն։ Եվ մենք այդպես էլ սկսեցինք։ Այսինքն իմ երեխեն այնտեղ լացում էր, չգիտեմ, պամպերս փոխելու կարիք կար եւ այլն, մենակ այդ դեպքում ծեծում էր դուռը, իսկ այսօր ասում էր կարելի է, երեխան պամպերսը պետքա փոխվի։ Բերում էր, ես փոխում էի, նորից տանում էր, այդտենց եմ ես աշխատել։ Այսինքն սկզբում ես ինքս լուրջ վերաբերվեցի իմ գործին, որ ստիպեցի կողքիններն էլ լուրջ վերաբերվեն, բայց եթե ես նստեի ամբողջ օրը կիսուրիս կողքը, սերիալ նայեի, ֆեդերալի սուդ նայեի, հեռախոսով ինչ-որ անկապ բաներ անեի ու ոչ մի արդյունք, ես ոնց կարեի ասեի, որ ես աշխատում եմ, կպտտվեր կասեր սա է քո աշխատանքը։ Դրա համար ես շատ արագ առաջ գնացի, որտեվ ես առաջին օրից հստակ ռեժիմ գծեցի իմ համար, աշխատանքային գրաֆիկ գծեցի, հարմարացնելով իմ երեխու ուտելու եւ քնելու ժամերին։ Ես մտա սենյակ, գնացի գործի ճակերտավոր, գործից եկա տուն եւ ես շատ արագ արդյունք ունեցա։ Ես 8-րդ ամսում բացեցի իմ տնօրենի ստատուսը, որովհետեւ ես ռեժիմով աշխատում եմ։ Ես առավոտյան արտանում էի արագ, մինչև 11-ը տները մաքրում, հավաքում, լվանում ամեն ինչ, մտնում էի սենյակ 11-ին։ Եվ այդ սենյակից դուրս էի գալիս ժամը 7-ին երեկոյան։ Սոն, բայց արի այստեղ մի հատ բաներ նշենք, որ շատերը ունեն քո ասած պայմանները, մտնում են սենյակ, լենտա են թերթում, բան չեն ստեղծում, վիդեո են նայում, սիրուն կարմիր էկրանաչի վրա լույսերով գրում են վերնագիրը, բան չեն ստեղծում։ Այդ նույն ընտանիքը տարիներով չի տեսնում այդ մարդու արդյունքը։ Դե ես ախր ասեցի, չէ, ինչի վրա ենք մենք ժամանակ վատնում ախր։ Ես որ նոր սկսեցի բիզնեսը, ինձ շատերը ասում են, ես չունեմ քո նման սիրուն նկարներ, որ ես իմեջը գեղեցիկ վարեմ։ Ասում եմ, իչի ես չեմ ջնջել։ Իմ Instagram-ի ամենասկիզբը, եթե մարդը այդքան համբերի թերթի հասնի ամենավերջին կամ սկզբին, չգիտեմ ոնց ուզում եք հասկացեք, կտեսնեք, որ ես ամեն օր ծաղիկների նկար եմ պոստել։
Ես էլ չունեի նկարներ։ Ես էլ ամեն օր սիրուն տեղեր չէի գնում, որտեղ չունեի այդ գումարը, որ երբ ուզեմ գնամ սրճարան, երբ ուզեմ գնամ ստեղ, ընդեղ։ Մոտիվացիոն ինչ որ, չգիտեմ, խոսքերի նկար էի պոստում։ Թիմային ինչ որ մի հատ նկար էի դնում, որի մեջ ես չկամ։ Բայց ես ամբողջ օրը նստած մարդ էի գրանցում։ Ամենակարևոր գործը մեր բիզնեսում բան, ստեղ, ծեր։ Մեր հասարակությունը մի քիչ շատ դժվար է տանում, որովհետև այս կյանքում աշխատել ձևացնող մարդիկ իրականում ավելի շատ են, որ սիրուն հագնված գնում են գործի հետ են վերադառնում, քան այն մարդիկ, ովքեր աշխատում են ոչ թե ժամանականակի, այլ արդյունքի համար։ Մեր բիզնեսում աշխատել, ձևացնել աշխատելով փող չի ստեղծվում, բալ չի ստեղծվում։ Այստեղ պետք է արդյունք, հստակ։ Սոն վերջի հարցը խոստանում եմ, 3 բան, որ սովորեցրեց քեզ այս բիզնեսը։ 3 բան։ Առաջինը ապրել այնպես, ինչպես ես եմ ուզում, չլսել ոչ մեկին։ Երկրորդ, անկախ ամեն ինչից չտխրես, չթուլանաս, խոսքը դժվարությունների, կորուստների մասին է, հարվածների մասին է։ Այնքան հարված եմ կերել բիզնեսում, թե բալային, թե ամենամոտ հարազատ լիդերներից, թե չգիտեմ, շատ հարվածներ եմ կերել, բայց ոչ մի օր չեմ թուլացել ու չեմ չարացել։ Չչարանաս երբեք։ Չեմ հիշում շարունակությունը շարունակի։ Լինել միշտ համար, միշտ նայես առաջ, չլսես ոչ մեկին, եւ Սվետ ամենակարևոր բանը էս վերջերս ես իմ համար նորից բացահայտեցի, գիտես ինչներ, որ ես էլ ոչ մեկից չեմ նեղանում, անկեղծ։ Չգիտեմ, վերջին ճիճն է։ Մեջքիցս դանակով խփում են, ես չեմ նեղանում, այսինքն ոչ թե աներես եմ, այլ ես մտածում եմ սենց, ուրեմն տենց պիտի լիներ, ուրեմն փառք Աստծո, որ ես ճիշտ ժամանակին, ոնց որ շուտ այդ մարդու դեմքը, երեսը պատրվեց, ես իրան ճանաչեցի, եւ երրորդ, չեմ նեղանում, որովհետեւ երբ որ դու նեղանում ես, քո մեջ բացասական էմոցիաներ են սկսում առաջ գալ, հա, ու այդ թույնը, այդ վիրավորանքը, այդ չարությունը քո մեջ է լցվում։ Այս սովորեցի հոգիս մաքուր պահել։ Ու ասում եմ, ով ինչ կանի, կյանքը բումերանգ է, նույնը իրան հետ է գալու։ Երևի այդ կարևոր, ամենակարևոր բանը Սվետ, որ ես հիմա եմ, որ դες ես քեզ ասեցի, չէ, որ ես չեմ լարվում, որ եթերը վատ անցնի։ Ոնց ուզում է, թող անցնի, ով ինչ ուզում է, թող խոսա։ Չգիտեմ, բլիված վիճակ է մոտս, ինչա, չեմ հասկանում, ըստ թեթև եմ ապրում։ Դու տալիս ես էլ ինչ որ քո մեջ է, բնականաբար քո շուրջը կհավաքվեն ու արժեք կհամարվի քո ապրած մարդկանց համար, պետք է։ Մենք փորձելու ենք այս նախագծի շրջանակում ճանաչի փափուկ այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ կկան կանայք, կհասկանան, որ նախ եւ առաջ մեր պրոյեկտում կինը կնոջը աջակցում է, այլ ոչ թե մրցում, քծում, որ իր հաշվին ինքնահաստատվի, դուք այստեղ կպատկերացնեք, որ այստեղ դուք հնարավոր է ստանալ օգնություն, աջակցություն, հասկացող մարդ, ամենակարևորը մարդ, ոչ թե որպես թարգինակ լաց ու տոցը, այլ կհասկացնի, որ այո, կյանքը ինքն իրենով այսպիսի մի հատ բան է, լինելու են ուրախ պահեր եւ լինելու են փորձություններ մեր բիզնեսում եւս, կան պահեր, երբ որ օրինակ ես այսպես եմ ասում, նոր ստատուսներ եմ բացել, աճել եմ, կան պահեր, որտեղ ես արծաթե տնօրենից իջել եմ տնօրենի ստատուսում եւ դա եղել իմ ամենամեծ փորձը։ Ես եղել եմ, որ ոսկե տնօրենից իջել եմ ավագ տնօրեն, Սվետ ջան։
Ու ես դրանից չեմ նեղվել, ես ասել եմ ամոթ քեզ Սոնա, դու մեղավոր ես, որ դու այսօր իջար, հիմա նենց արա, որ նորից բարձրանաս։ Դու Մենք գտնում ես, պետք է որ բիզնեսը մեր քեզանից է կախված։ ստացա, ինչ կատարվում է մեր կյանքում, դա ժողովուրդ ջան, մեր արածի կամ չարածի պատասխանն է, այդ 100% ճշմարտություն է։ Այո։ Այսօր քիչ եմ ստանում, ես եմ մեղավոր, շատ եմ ստանում, ես եմ մեղավոր։ Ինչ լինում է, աշխատեք, խնդիրը ձեր մեջ փնտրեք, ոչ թե կողքիններին մեղադրեք։ Երբ որ սկսեք խնդիրը ձեր մեջ գտնել ու իրոք գտնեք այդ խնդիրը, ամեն ինչ կհեշտանա։ Փնտրեք խնդիրը, ոչ թե մեղավոր։ Այո։ Ես միշտ ասում եմ, մենք ստանում ենք կյանքից այն, ինչ որ տալիս ենք։ Ու Սվետ, այս վերջի փորձությունը, որի միջով որ անցանք, ես ու Ռուզիկը, ախր այնքան աբիդնի էր, չես պատկերացնի։ Հասանք գեյթի, դռան մոտ, որ պիտի մտնենք, որ անցնենք, մտնենք ինքնաթիռ, փակվեց։ Ասում եմ, ծրագիրը փակվեց։ Ոնց փակվեց։ Այսպես թուլա, ես տենց ստրես չեմ հիշում վերջի անգամ երբ էի ապրել։ Սենց թուլացա մարմնից, ես ասինքա, ոնց ասում եմ ուշացանք, ու այդ պահին արդեն սավ մոտդ անջատվում է։ Հիմա ինչ պիտի անեմ, ոնց տոմս առնեմ, բա փող չկա մոտս եւ այլն։ Հետո երբ որ սթափվեցինք, այդ հարցերը լուծեցինք, լիքը մարդ խառնեցինք, մեր համար տոմս առան, ուղարկեցին եւ այլն, նստել ենք, ասում եմ, Ռոզ, ասում եմ, կարող է ինչ-որ մի բան այն չէինք արել, դրա պատասխանը մենք ստացանք, ոչ մի բան կյանքում հենց նես չի լինում, ուրեմն սենց պիտի լիներ, ուրեմն այդ ինքնաթիռ պիտի չնստեինք, ուրեմն մինչև ժամի 3-ը պիտի օդանավականում սենց տանջվեինք աթոռների վրա, ուրեմն տենց պիտի լիներ, դա ինչ-որ մի բանի պատասխանն է, իսկ Մոսկվան քեզ ինչ տվեց։ Օյ Մի հատ այդ սրանի պատասխանի նոր գնա։ Մոսկվան տվեց ինձ թևեր, անկեղծ, ոչ թե Մոսկվան, այլ մեր միջոցառումը, Մոսկվան ինձ ոչինչ չի կարա տա, չկա այդքան Մոսկվան, որ ինձ ինչ-որ բան տա։ Մեր միջոցառումը, նու այդ ճամփորդություն ասեմ, ոչ թե Մոսկվան, որ ճիշտ լինի։ Ես ընդամենը 5 օր շփվեցի տարբեր մարդկանց հետ, նու հիմնականում ռուս ազգի հետ, ու ես լիքը բան սովորեցի, մարդկային արժանիքներից սկսած, մինչև ծնողավարությունից վերջացրած։ Ու ես հասկացա, որ մենք ինչքան ենք ճնշում մեր երեխեքին, ինչքան ենք ընկնում հետևներից, ասենք իրանք գիտեք ոնց են, ասում են, դուք հասկացեք մի բարձ բան, որ իրանք երեխա են, երեխայից ավելին պահանջել չի կարելի, թողեք թող վազեն, թողեք թող գոռան, թողեք թող չարություն անեն, իրանք դրա համար են երեխա, իսկ մենք ամեն րոպե ասում ենք սուս, խելոք կանգնի, ձենդ մի խանգարի, ասում եմ մի արեք տենց բաներ, դուք մենակ իրանց դուխ տվեք, դուք որպես ծնող պիտի մենակ իրանց դուխ տաք, դասատուներ իրանց կշտկեն, բայց մեր մոտ հակառակն է։ Ես այնքան բան սովորեցի, Սվետ, ընդեղից ասում հդինա, էլ ինչքան սխալ ենք մենք վարվում մեր երեխեքի հետ։ Ինքնավստահ ռուս երեխեքը։ Հա, ասես նայում ես Երանի, ես այս տարիքից քո 50% ինքնավստահությունը ունենայի, էլի։ Ազատ, հանգիստ, ուզում ես սա վերցնում է, չի ուզում սա, ասում է ես սա չեմ ուզում։ Մի խոսքով ուրիշ էր, իսկ միջոցառումը ինձ տվեց այն թևերն ու այն էմոցիաները, որ ես եկա ու որոշեցի, որ ես պիտի առաջվա Սոնան դառնամ ու առաջվա պես աշխատեմ, որովհետև մի տեղում այդքան շատ թվով հաջողակ մարդիկ, այդքան նոր ստատուսներ, ասենք, գիտես ինչ ստատուս, որ չեքը նայում էի աթոռի վրա, ոտերս թուլանում էր։ Ասում Ոստվոցի, այս ինչ չի քիրո, այս ինչ փողեր է։ Մարդիկ այնքան փողեր են աշխատում, որ արդեն բարեգործություններ են անում։ Ջուր չունեցող, ասենք, գյուղերին մի եկա ջրամատակարարման համակարգ են ստեղծում, քաշում, ջրով են ապահովում, չգիտեմ, մանկատներ եւ այլն, ասում ես, այս սա է ապրելը։ Երբ որ բացի են, որ դու ես ապրում, նաեւ օգնում ես
կարիքավոր մարդկանց ու դու դրանով քեզ մարդ ես զգում։ Ու դա մի հոգի չէր, դա 10 հոգի չէր, դա 100 հոգի չէր։ Դա մի քանի 100 հոգի էր ու տարբեր ազգերի, տարբեր երկրների։ Տաջիկներ, ղազախներ, ադրբեջանցիներ, թուրքեր, ով ասես կար, ով ասես։ Ու ես ասում, եթե այս մարդիկ կարողանում են անեն, ունենալով գյուղատնտեսություն, ունենալով 5-6 երեխա, մենք մի երեխա, 2 երեխա ունենք, նվնվում ենք ամբողջ օրը։ Նրանք 6, 7, 10 երեխա ու իրանք անում են այս բիզնեսը։ Ոնց պատմեցին, ինչի հաշվին են աճում իրանք։ Սվետ, իրանք աճում են ամբողջ օրը ռեկրուտինգ անելով եւ մեծ թիմային ապրանքաշրջանառություն ստեղծելով։ Այսինքն մարդը ոչ թե գալիս է անում է 7000-ի կամ 10000-ի գնում, այլ մարդը գալիս է մտնում է բիզնես, հասկանում է, որ բիզնեսում արագ աճելու համար հարկավոր է մինիմում անձնական 100 բալ։ Նրանք 50 բալերով չեն աշխատում, նրանք 100 բալերով են աշխատում։ Եվ եթե դու քո թիմում ունենաս 30 հոգի, դու դիրեկտոր ես։ Դրա համար իրանք երկրորդ, երրորդ, չորրորդ կատալոգում դիրեկտոր, ավագ, արծաթ մարդիկ կային մի տարում 5 նոր ստատուս էին բացել։ Սվետ, դու պատկերացնում ես այդ ինչա։ Ու հատուկ այդ մարդկանց հատուկ էին շնորհավորում։ Սո մարդիկ, ովքեր մի տարում բացել են 5 նոր ստատուս։ Ցնդելու բան, ես չեմ կարող այդ էմոցիաներից նկարագրեմ, նստած տեղը ես դողում եմ ու ամեն բարկան ասում եմ Սոնա ամոթ քեզ, որ դու դեռ ոսկու ստատուսի վրա ես։ Ես միշտ այդ զգացողությունն եմ ունեցել, որ եթե առանց ստատուս բեմ բարձանալու գնամ Մոսկվա, ես վատ եմ։ Լուրջ աբիդնիա։ Դու քեզ քարկոծում ես այդ պահին։ Բայց եկա ու ասեցի, «Всё, ես պիտի անեմ»։ Պիտի անեմ ու վերջ։ Ու ինձ այդ ճամփորդությունը տվեց այդ դրայվը, այդ էներգիան, որ ես նորից եկա ու որոշեցի, որ ես պիտի նորից առաջվա պես աշխատեմ։ Անկամ եթե պետք լինի ուշ քնեմ, ես կյանքի գնով զորով ուշ կքնեմ, սուրճ կխմեմ, որ ուշ քնեմ։ Որտեվ սուրճը խանգարում է քնելու։ Անհնար է բիզնեսը առանց ինչ-որ զոհողության, հա? Անհնար է, անհնար։ Սոնի միջալոց այդ տոմսերի կամ ուժ հասնելու հետ կապված մի բան ասեմ, շատ դեպքերում, երբ որ այդ պահին ֆինանսական է մեզանից գնում, մենք այդ ժամանակ պիտի ծափ տանք ու ուրախանանք, որովհետև շատ դեպքերում թվում է թե ֆինանսականը չի տարել, բայց հետո ուրիշ տեղից է տանում։ Դու այսօր հանգիստ ուրախացի, որովհետև գուցե այս Մոսկվան քեզ ավելին էր տվել, ու դու պիտի ինչ-որ մի բան փոխհատուցեիր։ Վճարեի, չէ՞ դրա համար։ Այո։ Ու շատ լավ է, որ դու փողով ես վճարել դրա համար։ Ես որ եկա ասես նեղված ասում ախր ինչի էլի 10 վայրկյանի տարբերության բան ամուսինս ասեց փառք տուր Աստծուն, որ այդ փողը դրա վրա գնաց, ոչ թե դեղի։ Այո։ Ասեցի այո, փառք Աստծուն, որ դեղի վրա չգնա։ Այդ փողը պիտի գնար։ Փառք Աստծուն, որ դրա վրա գնաց, իրոք։ Սոն ուրեմն դու շատ բան ես բերել Մոսկվայից իրականում, դրա մասին մենք դեռ այս տարվա մեջ կլսենք ու այդ պուճուր չասեմ, բայց այդ փողը մի 5 անգամ հետ է գալու ստատուսի տեսքով։ Նոր ստատուս եմ ուզում։ Աստված Սվետ բոլորիս։ Բայց պետք է գիտակցենք, որ ցանկացած նոր ստատուս, անգամ 100 բալի աճը, 200 բալի աճը, երեխեք, դա մեզ նեղություն տալու հաշվին է լինելու։ Պիտի նեղվենք, պիտի հոգնենք, պիտի աչքերներս ցավա, պիտի մատերներս ցավա, պիտի մեր լեզուն բերանը ցավա, մեր կոկորդը քերվի շատ խոսալուց։ Եվ ինչ հարթացնել, ցանկացած տեսակի աշխատանք, որ ասում են, իհարկե, ձեր մոտ հեշտ է, ասում են, Լյուբոյ աշխատանքի համար 8 ժամ է պետք աշխատելու։ Բայց հիմա որ գնանք խանութում աշխատենք։ Հեշտ է։ 8 ժամ չես կանգնելու։ Բոլոր ոտի ու երակների խնդիր ունեն այսօր։
Մեջքի կեցվածքի խնդիր ունեն։ Եթե այստեղ մեր այս պահին 30 հոգի լսաններ, ձեզանից յուրաքանչյուր եթե 8 ժամ բիզնեսում ռեկրուտինգ անի, մի տարի հետո մեր կոնկրետ մեր թիմերում կունենանք 30 նոր դիրեկտոր։ Ես դա այնքան վստահ, որքան կարող եմ ասել իմ անունն ինչ է։ Այո, եթե օրական 8 աշխատանքային ժամը դնենք բիզնեսի մեջ, հնարավոր չի մի տարում դիրեկտորի ստատուսի չհասնեք, հնարավոր չի։ Ուղղակի էլի եմ ասում, իմ նման գծեք գրաֆիկ աշխատանքային, նախ դուք առաջինը համարեք, որ դուք աշխատում եք, որ սա աշխատանք է, սա զբաղմունք չի, սա հոբի չի, ժողովուրդ։ Գծեք այդ աշխատանքային գրաֆիկը ըստ ձեր ընտանիքի երեխաների գրաֆիկի եւ չենք ասում 8 ժամ նստեք մի վեր կացեք 2 ժամ առավոտ 2 ժամ ցերեկ մի ժամ օրինակ ժամը 6-ին 3 ժամ գիշերը երբ որ բոլորը քնած են ու մամա ասող չկա մամա Այս սիրունարվի երանելի ժամն է երբ որ բոլորը քնած են Ես գալիս նստում եմ այս աթոռին իմ կոմպի առաջ, ասես թուլանում եմ ու սկսում եմ աշխատել հավեսով։ Եկա։ Գեղեցկուհիս։ Տոնչան անչափ շնորհակալ ենք նախ եւ առաջ քեզ, որ չմերժեցիր ինձ ու եղար մեր եթերների հենց բացողը։ Շնորհակալ եմ բոլոր այն 30 գեղեցկագույն կանանց, ովքեր մեր հետ էին համարյա ժամ։ Ովքեր ուզում են առաջ գնան, որտեղ մեր հետ մնացին։ Այո, միանշանակ։ Ես էլ եմ շնորհակալ, Սվետ ջան, շնորհակալ եմ, որ վերականգնեցիր քո եթերները։ Վստահ եմ էլի ենք անելու եթեր ուրիշ թեմաներով։ Ես էլ շնորհակալ եմ մեր աղջիկներին, որ կան, որ մնացին մեր կողքին, որ լսում են մեզ եւ վստահ եմ, որ հետևելով մեր խորհուրդներին, իրենց առօրյան նպատակները, գործողությունները լիովին կսկսեն փոխել։ Բոլորիդ երեխեք մաղթում եմ նոր ստատուսներ։ Դուք ոչ մեկից թույլ չեք ու ոչ մեկից վատը չեք, հակառակը։ Դուք ամեն ինչ կարող եք անել, եթե դուք իրոք դա ուզենաք։ Ես մի բան էլ հավելեմ այստեղ, երբեք ձեր նպատակի համար մի մտածեք, վայ, օրինակի համար ես Նարինեից լավ անեմ, որ, չգիտեմ, Պողոսին բանապատս։ Ձեր նպատակին հասեք, ինքները ձեզ սիրուց դրդված, ինքս ձեզ հանդեպ։ Մենակ այդ դեպքում դուք այդ կաներ հավեսով կանացի Երբ որ ես ասում եմ կանացի, չի նշանակում, որ պիտի պատկեր փափուկ բարձերին մեդիտացիա անենք ու բիզնես չանենք, բոլորովին ոչ, բայց այդ ամեն ինչը այնքան սիրուն, սինկրոն կլինի, որ դուք հետո ձեզ վիժիտի լիմոն չեք զգա, դուք էլի էներգիայով հավեսով կանեք, ամեն շփում ձեզ էներգիայով կլսնի, ոչ թե ամեն զանգ, կասեք ֆու էլի զանգեց։ Ձեզանից է կախված, թե դուք ձեր բիզնեսը ինչպիսի տեսք կտաք։ Դրա համար եկեք մենք ես այսօրվա մեր հանդիպումը այսպես ամփոփենք։ Այստեղ մի հատ ես նախարտական ապսե ունեմ, ես մեր թիմային հանդիպումներին բոլորին անում եմ։ Հիմա տրամադրվեց մի քանի վայրկյան։ Բոլորիս թիմերին դեպի մեր թիմ եմ կանչում խելացի նպատակացված, երազող կանանց, մենք միասին ուժ ենք, մենք համախմբված ենք, մենք գնում ենք մեր նպատակների հետևից, մենք գնում ենք թեթև, երջանիկ, հույսով լի ու ամենակարևորը, մեր ամեն առավոտ լի է էներգիով, բոլորիս նոր ստատուսներ ու մեր աշխատած փողերը թող որ միայն բարիքի ու վայելքի վրա ծախսվեն, որովհետև կին է այս աշխարհ գալիս է երջանիկ վայելելու համար։ Լավ երեկո բոլորիդ, Ամեն։ Շնորհակալ եմ բոլորիդ։
Տեսություն ժողովուրդ ջան, Տեսություն, տեսություն։ ապրես շատ։ Տեսություն։